Ոշնորքյաս և քո երեսի առաջին են, և խնդրում են, քո երեսը փայլեցրում մեր վրա, որովհետև քո լույսով ենք լույս տեսնում, և քո խոսքի ճշմարտությունը մեզ սրբում են, թող գա քո խոսքը, որպես լույս, ճշմարտություն և կյանք, ամեն։ Սերներ շատ կարևոր է, որ մենք Աստծուն ճանաչենք ոչ թե այնպես ինչպես հասկանում ենք, ինչպես մարդն է ուսուցանում, ինչպես ավանդությունն է եկե հասել մեզ, այլ այնպես ինչպես Աստված ինքն է կամենում, որ ճանաչենք։ Սրա համար մենք կարիք ունենք հպվելու Աստծո խոսքին, հպվելու Սուրբ Հոգուն, որովհետև Աստծո խոսքը, որ գրել է Սուրբ Հոգին առանց նրա, մեզ համար դժվար անցնել, և Սուրբ Հոգուն էլ, որ չենք ճանաչում, կարող ենք ուրիշ հոգի Սուրբ Հոգու տեղում դուրել, դրա համար խոսքը և հոգի միասին։ Երբ որ դու խոսքի և հոգու հետ միասին շփվես, դու չես սխալվում։ Եվ երբեք խնդիր չի լինի։ Ես այսօր պիտի խոսեմ մի բանի մասին, որ վերնագրել եմ այսպես. հանդիմանության լույսը զգուշացման ծածկոցի տակ։ Ձեր հայացքին շատ բան ասում, գիտեմ, չեք սիրում։ Ով է հանդիմանություն սիրում, եթե մեկը կասի, ես կասեմ չէ, պես չի։ Սուրբ Գիրքն էլ ասում է, որ հանդիմանությունը միևնույն ժամանակ միանգամից ցանկալի չի, բոլորս էլ երբ որ հանդիմանվում ենք, տրտմում ենք, դա բնական է։ Բայց երբ որ դու հասկանում ես հանդիմանությունը ինչի համար է, երբ որ հասկանում ես, որ այն Աստծուց է, իսկ Աստված չի կարա մեզ սխալ ուղերձ ուղարկի, կամ չարությունից հանդիմանի, կամ նախանձից, կամ բարկությունից, ոչ, Աստված հանդիմանում է սիրուց, սիրո մեջ է հանդիմանությունը, չարության մեջ դատապարտումն է, Աստված որ զնա դատապարտի, կդատապարտի, ով Աստծու ձեռքը բռնել, կա մեկը, որ կարա Աստծու ձեռքը բռնել, իհարկե ոչ, բայց նա հանդիմանում է, որովհետև հենց իր խոսքն էլ ասում, Եբրայեցիների 12-ի մեջ որ կարդակ, ասում է ամեն որդի, որին սիրում է հանդիմանում է։ Եթե քո կյանքում չկա հանդիմանություն, ուրեմն չկա Աստծո խոսքը, ուրեմն Սուրբ Հոգին լռել է, չի խոսում քեզ հետ։ Սիրելիներ, այսօր աշխարհում ես ցավ եմ ասում, Աշոտս խոսում էր հավատքի մասին, դա իմ սիրելի թեման է, Տեր Որդի Աշոտից։ Ես միշտ ասել եմ, արդեն 40 տարի է, արդեն չեմ հիշում, 90-ականներից ես կողմ ասել եմ, որ անհավատությունը փնտրեք հավատացյալների մեջ, թող զարմանալ չթվա և պարադոքս չթվա։ Անհավատը լսելով Աստծո խոսքը, երկու դրսևորում ունենում։ Մեկը մերժում է Աստծուն, մյուս դրսևորումը ընդունում է Աստծուն։ Նա որ մերժում է, նրա մասին չենք խոսում, հասկանալի, բայց նա որ ընդունում է, գիտեք, ամենադաժան հիվանդությունից էլ նա արագ բժշկվում է, որտեղ շատ երեխայի նման ընդունում է իր հավատքով։ Բայց մենք աճելով, հավատքի մեջ աճելով, իրականում կորցնում ենք հավատքի իրականությունը։ Եվ դուրս է գալիս, որ շատ դժվար ենք բժշկվում, շատ դժվար ենք օրհնվում, շատ դժվար ենք հասնում են բաներին, որ փոքրերը շատ արագ են հասնում։ Եվ սրա համար Աստված ուղարկում է իր հանդիմանության լույսը, որ մեզ ցնցի, որ բերի դեպի նորից հավատքի դաշտ սիրելիներս։ Ուրեմն հանդիմանությունից փախնել պետք չի, առանց հանդիմանության մենք կորելու ենք։ Մեզ կթվա, որ մենք ենք ու էլ մեկն էլ չկա։ Մենք ենք Աստված։ Աստծուն էլ ասում ենք, որ մեզ ավելի բարձրացնենք, ինքնաունենք, էլ ոչ մեկը չկա, մենք իրա կողքին։ Չես ելներս զգուշ պիտի լինենք, որովհետև Աստված հատկապես հավատացյալ հաճախակի հանդիպանում է, որովհետև հավատացյալը իրան հանկարծ տեսնում կամ երևակայում է մի բան, որ այնպես չի։ Պողոսը զգուշացնում է ու գրում է, ասում է, չլինի թե մեկը իր մասին մտածի մի բան, որ իրականություն չի, որ այդպես չի։ Դա մեծ վտանգ։ Հավատացյալը հանկարծ սկսում է իրան երևակայել մի բան, որ ինքը չի, իրան չի տրված։ Ասում է այն ամեն ինչը հավատքով չի, մեղք է։
Եվ դրա համար ասում եմ, եթե մեկը կմարգանա, թող հավատքով, հավատքի չափով մարգանա, եթե մեկը ծառայություն կանի, հավատքի չափով, երբ որ քո հավատքը չի ներում հավատալու, որ դու դրա մեջ կանչված ես, մի արա, որովհետև այն ինչ անում ես, Աստծուց չի։ Երբ որ Աստված քեզ տալիս է մի բան, դրա համապատասխան հավատն էլ ապահովում քո մեջ։ Մարդը մտածում է, որ ինքը առաքյալ է, բայց չի։ Եվ այստեղից ծնվեցին սուտ առաքյալները։ Մարդը մտածում է, որ մարգարե է, բայց չի։ Մարդը մտածում է, որ հոյվ է, բայց չի։ Ուսուցիչ է, բայց չի։ Սիրելիներս, ինչ ունենք մտածելու մի բան, որ մենք չենք, մեզ չի տրված, մեր ինչին է պետք, երբ որ այն ինչը մեզ տրված է, լիուլի բավարար է մեզ, երջանիկ լինելու, օրհնված լինելու, զորավոր լինելու, Աստծո փառքը ունենալու մեր վրա։ Ավելին մեր ինչին է պետք, միայն դատապարտությունը ավելին է, այն ինչ Աստծուց չի, ինչը մեր երևակայությունից է։ Աշոտն դրա մասին է խոսում, որ մի զոհտոր քո երևակայությանը, որովհետև Աստծո անսահմանափակ հնարավորությունը թողած, քո փոքրիկ հնարավորության մեջ ուզում ես տեղավորվես։ Ինչ է տալու այն մեզ, բացի գլոբալ կորուստ, ցավ, խնդիր, մեր ինչին է դատել։ Շատ է, հիմա գանք տեսնենք հանդիմանության լույսը, ինչպես է մեզ տանում զգուշացման միջոցով դեպի Աստված։ Որովհետև երբ որ զգուշացում չկա քո կյանքում, դու արդեն այն որ ժողովուրդը ասում է ինքնավստահության մեջ ես ընկնում։ Մի բառ կա, որ մենք հայերս օգտագործում ենք հայերեն չի, ասում է արխային անգել։ Պետք է արխային ինգի։ Պողոս ասում է որ կարծում է հաստատականգնած, ստոպ, զգուշացի։ Պետք է ինքնավստահ մի եղի, քո վստահությունը միայն Աստծո վրա պիտի լինի։ Մի վստահի քեզ, որ այդքան հաստատ ես։ Եթե նա չհաստատի, ոչ մեկս է հաստատ չենք։ Լավ, գնանք առաջ։ Հայտնության 2-րդ գլխի 4-րդ համարում այսպես է գրված։ Աստված խոսում է Եփեսոսի եկեղեցում, ասում է. բարի բաներ, հետո շուռ է գալի խոսում է նրա թերության մասին, թույլ տեղի մասին, խնդիրի մասին։ Բայց քեզ դեմ այս ունեմ, արդյոք սա հանդիմանություն չի։ Հիմա տեսնենք ինչպես է հանդիմանում և ինչում է հանդիմանությունը։ Որ քո առաջի սերը թողել ես, ես ունեմ քո դեմ, քո առաջի սերը թողել ես։ Այնպես չի, որ ինձ չես ծառայում, այնպես չի, որ եկեղեցում չես, բայց առաջի սերը չկա այն բորբոքվող սերը, որով հեշտ բոլորին ներում էիր, հեշտ դժվարություններով անցնում էիր։ Հիմա ամեն ինչ, որ անում ես կանոնի քո փառքի համար և եթե մեկը չի գնահատում այն, դու սկսում ես մարտահրավեր նետել մարդկանց։ Չեն հասկանում ում հետ այդ գործը։ Նշանակ այդպես ինչ էիր։ Որովհետև ինչ անում եք տիրոջ համար էր անում, այդ սերը վառել էր քո սիրտը։ Հիմա կամաց այդ սերը մարել է կամ մոտենում է մարման։ Եվ սրա համար Աստված ոչ թե դատում է ինձ և քեզ, այլ զգուշացնում է, հանդիմանում է, որ դարձնի դեպի առաջի սերը, ասում է, արդ հիշի որտեղից ընկա շարժանության մեջ։ Եվ գնա ապաշխարի։ Եթե չէ, որ եկա լավ չի դեմ։ Հասկանում եք։ Աստված չի ուզում մեզ կորցնի։ Աստված չի ուզում մեր հետ փոխհարաբերություն կորցնի։ Այն փոխհարաբերությունը, որ մեր հետ սկսել էր և շատ լավ էր, և շատ կրակ կար, և շատ զորություն կար, և շատ ուրախություն կար, և սփոփություն կար, և մեր ոտքերը ինքնս ինքյան վազում էին դեպի տաճարը Տիրոջ։ Բայց այսօր մեր ոտքերը զոռով են գալիս դեպի Տիրոջ տունը, ու հաճախակել տեսնում ենք, որ կարող անձրևը պատճառ լինի, ու շատ բաներ պատճառ են, որ Տիրոջ տուն եկողների քանակը պակասի։ Կամ այսօր պարզապես հավես չունեն։ Սա ինչի մասին է խոսում։ Առաջին սերը պահել է։ Երբ որ մարդկանց մեջ Աստծո սերը պահում է, ամեն պատճառ դառնում է խնդիր։ Ես չեմ տեսել, որ այդ մարդը ասի թաղում չեմ գալի, որովհետև վատ եմ զգում։ Գնում է թաղում։ Բայց Տիրոջ տուն չի գալի, վատ է զգում։ Պատճառը չէ։
բայց անհարգելի պատճառ է, սուրբ պատճառ։ Գիտես, երբ որ մարդը ծանը հիվանդա ու պարկած է հիվանդացում, լրիվ հասկանալի է։ Բայց երբ որ մարդը վատ ազգում, բայց այդ վատ զգալը չի խանգարում, որ շուկա գնա։ Պատի մի բան ուտի։ Որ աշխատանքի գնա։ Բայց այդ վատ զգալը խանգարում է, որ Տիրոջ տուն գա։ Եվ Տերը ասում է, ես քեզ հանդիպանում եմ զավակս, քո քսերը առաջվան չի, դու այլևս իմ տուն վազելով չես գալի։ Ոմանք էլ գալց են 11-ից հետո, գալց են ընդամենը խոսքի ժամանակ։ Ամենամեծ բանը, որ պիտի արվի, պետք է Տիրոջ երկու մոտեցումներն են մենք այո եւ ամեն ասենք։ Գիտես, երբ որ դու գալց ես փառաբանության, Տերը այստեղ է արդեն։ Եվ երբ որ դու փառաբանում ես, դու նրան ես փառաբանում։ Սա քո սրտի խոսքն է, այն Սուրբ Հոգու ներկայության եւ ներգործության մեջ, որ քո մեջ է, թե դու ինչ պիտի ասես նրան։ Դա Աստծո միջնորդավորված հոգով խոսքն է, քեզանով Աստծո։ Որովհետեւ եթե Աստված մեզ չի տալ լեզու, մենք Աստծո չենք կարող ասենք այն բառերը, որ Աստված սպասում է։ Հասկանալի է։ Ուրեմն փառաբանությամբ մենք ենք խոսում Աստծո հետ, գովերգում նրան։ Իսկ ուր ես դու, որ գաս Աստծուն փառաբանելու, զավակ Աստծուն։ Ինչ ես կարծում, դու պարտք չունես նա փառաբանելու, գոհանալու, շնորհակալություն հայտնելու։ Եվ երկրորդ մասը, որ խոսքն է, սա էլ այն է, որ Աստված է քո հետ խոսում։ Ես պիտի ասեմ, որ երկուսի մեջ շատ հաճախ կապում ենք։ Մենք ում որ փառաբանում ենք, դա ամբողջ հոգով չի, ներկայությամբ չի, զորությամբ չի, որովհետև ասապսայի առաջ, օրենք է սիրի քո Տեր ասում ամբողջ սրտով, մտքով, հոգով։ Մենք միտքը ուրիշ տեղ է, մենք ուղղակի փառաբանում ենք, մենք այսպես անիմաստ տեղը գնում ենք, եւ կարծում ենք, թե տեղ հասանք։ Բայց իրականությունն այն է, որ տեղ չենք հասել, որ մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև երբ որ դու փառաբանում ես Աստծուն, քո միտքն էլ այնտեղ պիտի լինի Աստծուն։ Քո ամբողջ զորությունն ու սիրտը այնտեղ պիտի լինի։ Երգում ես ամբողջ սրտով երգի։ Կարևոր չի, կարողանում ես, չես կարողանում։ Կարևորը սիրտն է։ Տեսեք, խմած մարդիկ խնդիր չունեն, չէ՞ որ փառաբանում են, երգում են, ուրախանում են, չեն ասում, ես կարում եմ, չեմ կարում, խմածա չէ ծրեք, ծրագլուխը։ Անգամ փողոցով ընկել է մեյդան ու հիշել է իր սերը։ Ախ սերը, ստարա, երկել չեր կարողանում, բայց իրան ինչ։ Մարդը երգում է, որտեղ սիրտը վարվում է։ Սիրելիս Աստծո համար քո սիրտը չի վարվում, նա խմած այս դու հոգով լցված չես։ Երբ որ հոգով լցված ես, դու ավելի խմած ես։ Պարզապես դրա մեջ անառակություն չկա։ Եթե խմիչքի մեջ անառակություն կա, հոգով լցվելու ժամանակ հետևյալը կա, ինչ չի հետաքրքրում, ով ինչ է մտածում։ Դավիթն ասում է, ես սպառում եմ Տիրոջ առաջ։ Եվ էլ ավելի իմանձը պիտի նսեմացնեմ այդ Տիրոջ առաջ, որ ինձ ընտրեց քո հորից, ասում է Մեղքողին, որը ձեռք էր առնում, ծաղրում է Դավիթին, թագավոր մարդը կանգնել է ու Աստծո առաջ պարում է։ Այո, ես Աստծո առաջ պիտի պարեմ։ Եթե թագավորի համար ամոթ է պարելը, ինձ համար իմ իրական թագավորի առաջ պարելը բնավ ամոթ չի։ Որովհետև եթե ծառաները երկրի թագավորի առաջ պարում են եւ դա իրանց պարելը նրա որդին է։ Սերնես հանդիմանությունը չի գալիս մեզ նսեպացնի, ստորացնի։ Հանդիմանությունը գալիս է մեր ընկածներից մեզ վերադարձնի։ Որովհետև եթե Աստված մեզ չվերադարձնի, մենք մոռաց ենք։ Որովհետև օրը ստոր է նահանջ ապրելով, բայց չգիտես թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակում փորձված ոսկի առ որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ որ հագնես որ քո մերկության ամոթը չերևա եւ դեր դիր աչքերիդ որ տեսնես ես որոնց սիրում եմ հանդիպանում եմ եւ խրատում եմ ուրեմն ջանք արա եւ ապաշխարի։ Սիրելիներս Աստծո հանդիմանությունը ցանկալի չի այս մարմնի, բայց ցանկալի է հոգում։ Հոգին սիրում է Աստծո հանդիմանությունը, դրա համար Սուրբ Գիրքը ասում է, որ
Արդարի հանդիմանությունը իմ գլխի նոցության յուղ է։ Մարմինը այդպես չի ասի, հոգին է այդպես ասում։ Մարմնի համար հանդիմանությունը դա մի բան է, որ սիրելի չի ասում, էլի հանդիմանություն, էլի լսեցի։ Սիրելիներս պետք չի փախնել հանդիմանությունից, որովհետև հանդիմանությունը մեզ չի կործանում, հանդիմանությունը մեզ տանում ավելի մոտեցնելու Աստծուն։ Երբ որ հանդիմանությանը պատրաստ ենք, զարմանալի մի բան է պատահում։ Ուրեմն Ամբակում երկրորդ գլխի մեջ առաջի խոսքից 4-ը որ ուշադիր կարդաք կզարմանաք։ Այնտեղ ասում է մարգարեն կանգնեմ իմ պահպանության տեղ ու տեսնեմ թե Տերը ինձ ինչ է հանդիմանելու, որ ես ինչ պատասխանեմ։ Սիրելիս, երբ որ դու ինքնավստահ մեկն ես ու ասում ես ես հանգիստ կարող գնամ Աստծու առաջ, ինչ չի հանդիմանի, որովհետև ես գիտեմ, ես արդար եմ, սուրբ եմ, ես ոչ մի սխալ չունեմ։ Սա արդեն Էնա ինչ Աստված չի սիրում, ինքնավստահությունը, որը մարդկային է, և Աստված ասում է քո ինքնավստահությունը հենվում է քո մարդկային արդարության վրա, և ոչ թե իմ արդարության։ Եվ Աստված ատում է այդ արդարությունը, որ բխում է մարդկային կարողությունից, ջանքից, գործերից։ Աստված ասում է այն արդարությունը, որ ես եմ տալի ու ձրի, դու դա չես ուզում, մերժելով իմը, դու քոնն ես բերում։ Եվ Աստված ասում է այդ դրոշակը պահիր։ Դա իմ մոտ չած։ Ուրեմն սիրելիները շատ կարևոր է, երբ որ մենք գնում ենք Աստծու առաջ, ինչպես ենք գնում, ինքնավստահ, թե Ամբակում պես մտածելով, գնում եմ Տիրոջ առաջ։ Տեսնես ինձ ինչ է հանդիմանելու։ Վերև մի փոքրիկ խնդիր, որ կարողանանք հասկանալ ու մարսել։ Մենք մարդիկս ոչ միայն Աստծու հետ ունենք փոխհարաբերություն եւ ոչ միայն մեր փոխհարաբերությունը Աստծու հետ, այլ էլ ավելի շատ մարդկանց հետ։ Եվ հենց սա խաչն է, հիշում եք, ես ձեզ միշտ ասել եմ, խաչը ուղղահայաց եւ հորիզոնական երկու փայտերը իրար հետ դառնում են խաչ։ Ուղղահայաց մարդ Աստված փոխհարաբերությունն է, հորիզոնական մարդ փոխհարաբերությունն է։ Մենք մարդ փոխհարաբերությունների մեջ ընտանիք, եկեղեցի, հասարակություն, աշխատանքի վայր եւ այլ, մենք միշտ մարդկանց հետ ինչ ենք անում, փոխհարաբերվում ենք։ Մեկի հետ շատ, մեկի հետ քիչ, բայց չկա այդպեսի բան, որ չփոխհարաբերվես, մենք փոխհարաբերվում ենք։ Այդ փոխհարաբերությունները միշտ չի, որ, այսպես ասած, մեր սրտի ուզածն է, ամեն ինչ դրական է, երբեմն լինում են սուրբ փոխհարաբերություններ, իրար չենք հասկանում, իրար նեղացնում ենք, իրար խացում ենք։ Ու պատկերացրա, որ երկու հոգի, կամ 200 հոգի, կամ 2 միլիոն հոգի, կապ չունի, իրար փոխհարաբերվելիս իրար նեղացնում են։ Ես միշտ ասում եմ, որ բացի այն ինչ վերաբերում Աստծուն, ես նկատի ունեմ մարդուն վերաբերող բաներում, չի լինում փոխհարաբերության մեջ 100%-ից մեկը արդար, 100%-ից մեկը մեղավոր։ Հնարավոր է այն մեկը արդար է այդ փոխհարաբերության մեջ, ինքը խնդիր չի ներկայացնում 90%-ով, բայց 10%-ով ինքը խնդիր է ներկայացնում։ Եվ հնարավոր է, որ մյուսը 90%-ով մեղավոր է այդ փոխհարաբերության ժամանակ, որ վիճապ անել է, եւ 10%-ով է ինքը ճիշտ։ Ու պատկերացրա, որ նման մարդը գնացել է Աստծու առաջ։ Ու իրան նենց հապահում, ասաց, ինքն է այդ 90%-անուց արդարը, որտեղից գիտես, քանի դեռ նրա դատին չես գնացել, ինչ գիտես դատավորը ինչ ասելու։ Մենք այնպես ենք ներկայանում Աստծու առաջ, կլինի փառաբանություն, կլինի աղոթք, այնպես ես կանգնում մարդ Աստծու առաջ, ասես, հենց նոր դու արդարների արդարն էիր, ու արդեն ինքնավստահ տեսքով։ Այո, այդպես ինքնավստահ գնաց փարիսեցին, շնորհակալ եմ։ Այս մեկի պես չէ, այս նրա պես չէ, նրա պես չէ։ Շնորհակալ եմ 10-րդը տալիս եմ, ես անում եմ, մենանում եմ, հալելույա։ Մյուսը կուրծքն էր ծեծում, գլուխն էր վեր չեր բարձրացնում ու ասում էր, ների մեղավորիս։ Եվ Հիսուս ասաց, այս վերջինը ավելի արդարացած գնաց, քան նա, որ իրեն բարձրացնում է, որովհետև նա, ով իրեն բարձրացնում է, պիտի խոնարհեցվի, եւ նա, ով խոնարհվում է, կբարձրացվի։
Սիրելիներս, երբ որ կանգնում ենք Աստծո ներկայության մեջ, երբ որ գնում ենք աղոթքի, երբ որ գնում ենք փառաբանելու, երբ որ ճանապարհ ենք քայլում, բայց մեր մտքով Աստծո հետ ենք, Աստված կարա մեզ հանդիմանի ճանապարհին։ Ինչ ենք պատասխանելու։ Երանի է մարդուն, ով խոնարհությամբ ասում է. Այո Տեր, հոբի պես ասում է, ես քեզ ականջի լսելով էի լսել։ Ու դրա համար էլ նման հիմար բաների եք մտածում, խոսում, չէի հասկանում ինչ եք խոսում։ Ներիր ինձ, հիմա ես իմ աչքերով եմ տեսնում ու լսեմ անում ու մոխրի վրա ապաշխարում եմ, ես ով եմ, որ ասեմ, ես արդար եմ այդ կռվի մեջ։ Եթե արդար լինեի, դե այդ կռիվը չէր լինել։ Բայց ես էլ իմ խնդիր ունեմ։ Երբ որ դու գնում ես Աստծո առաջ ահով դողում, որ Աստծո սիրելի է, երբ որ գնում ես ոչ թե ուրիշի կուրծքը ծեծելով, այլ սեփական կուրծքը, դա Աստծուն ընդունելի է։ Բայց երբ որ Աստծո առաջ ես կանգնում ուրիշի կուրծքը ծեծելով, ուրիշի մեղավոր անելով, որ դու միայն արդարանաս, դա Աստծուն ընդունելի չի։ Ամբակում է Աստծո առաջ է կանգնում, մտածելով, տնաս ինչ է հանդիմանելու ինձ, այո, ես այս ազգի մարգարեն եմ, գնում եմ, խոսում եմ, ասում եմ, շատ լավ, բայց գուցե այնպես չեմ ասում, որ պիտի ասեմ։ Գուցե մի բան ավել, մի բան պակաս եմ ասում, ես էլ իմ խնդիր ունեմ որպես մարդ։ Ու մտածում եմ, հիմա Աստծո առաջ եմ կանգնել, ինչ է ինձ հանդիմանելու, բայց ինչ եմ ասելու։ Մտածում եմ, եւ գիտեք զարմանալի մի բան, երբ որ դու գնում ես կոտրված, գնում ես ոչ թե այն սպասում եմ, որ դու արդարն ես սուրբերի սուրբը։ Երբ որ կարդաք երկրորդ խոսքից ներքև եւ Տերն ասում է գրիր տեսիլքը եւ թող կարդացողը շտապի, որովհետեւ տեսիլքը չի ստելու, նա գալու է։ Եվ եթե մի քիչ ուշանալ, սպասիլն է, նա չի կարա չգա։ Մտածում ես, բա Տերը պիտի հանդիմանել, ուր է հանդիմանությունը։ Եթե ուզում ես իմանաս, այդ զգուշացման մեջ կա ծածուկ թաքնված հանդիմանություն, բայց այն ինչ որ սպասում են ամբակումը չկա։ Տերը չհանդիմանեց, որովհետև դու չգնացիր ինքնավստահ, դու չգնացիր քեզ արդարացնելու, այլ գնացիր արդարի առաջ, որ նրա արդարությունը իջնի քո վրա։ Երբ որ դու արդարին ես գնում, որպեսզի նրա արդարությունը իջնի քո վրա, նա քեզ չի հանդիմանում։ Նա քեզ ավելի այսպես փաթեթավորված ահանդիման։ Այսինքն քաղցր բաների մեջ, հետաքրքիր բաների մեջ փաթեթավորման տալսես չես հասկանում, հանդիմանես թե չէ։ Մի օր հասկանաս, որ նաև հանդիմանել է։ Գիտեք, մենք երեխաներին ինչ ենք անում, կան դեղորայք, կան վիտամիններ, որ հաճելի չեն, որ տալսես, որ երեխան ընդունի բերանում, հաճելի չի։ Նա փսխում է, որտեղ դառնա, զզվելի է։ Դրանք ինչ են անում, պարկուճավորում են, փաթեթավորում են քաղցրը։ Քաղցր տեղը բալիճանդիբյան լոմ դա կուլատալի հետվա։ Բայց եթե այդ լավ հադեսվրից կիտուս, չի ուզում։ Բայց մենք, որ մի քիչ մեծանում ենք, Աստված այդքան էլ շատ չի փաթեթավորում իր հանդիմանությունը, մի քիչ ավելի խիստ է։ Փոքր երեխային նենց են հանդիմանում, որ չզգա, որ հանդիմանել են։ Բայց այդ խրատը առնում։ Գիտեք, մենք հենց ասակ ենք առնում, Աստծո հանդիմանություն ուրիշ ձև է իջնում մեր վրա։ Դրա համար, երբ որ դու կողտրված ես գալի, Աստված քո հետ ուրիշ ձև է խոսում։ Երբ որ ինքնավստահ, Աստված քո հետ ուրիշ ձև է խոսում։ Ինչքան կարևոր է, որ մենք Աստծուն մոտենանք ոչ այնպես, ինչպես կարծում ենք։ Այո, Աստված մեզ հանդիմանում է եւ այդ հանդիմանությունը շատ հաճախ Աստված դնում է զգուշացման մեջ։ Այսինքն, մենք մտածում ենք, որ Աստված մեզ զգուշացել, բայց իրականության մեջ դրա մեջ հանդիմանություն կա։ Մարկոս 13-ի 33 եւ 35-ից 37 համարները։ Շնորհակալ ենք, Տեր։ Զգուշացեք, զգուշացնում եմ։ Եթե աճել ես հոգևորապես, դու զգում ես հանդիմանությունը։ Երբ որ քեզ մեկը զգուշացնում է, դա նաև հանդիմանություն է, որ շատ ես ինձ զգուշացել։ Բայց պարզապես, երբ որ զգուշացնում է, դու չես ճոգում, որ հանդիմանում է։ Ուղղակի հետո ատենք սովորես հասկանալ զանազանել, բայց Տերս հանդիմանեց։ Զգուշացեք, արթուն կացեք եւ աղոթք արեք, որովհետեւ չգիտեք թե ժամանակը երբ է։
Սիրելիներ, մենք հիմա ապրում ենք մի ժամանակում, որ էլ ավելի էս խոսքը արդիական է, էլ ավելի մեր վրա սա կատարվում է, որ եթե զգույշ չլինենք, հեսա վերջ ամեն ինչի գալիս է, ինչ ենք անելու, հասցնելու ենք արդյոք։ Ես կարծում եմ, եթե Աստված չօգնի, ոչ։ 35-ից 37-ը, արդում կացեք, զգուշացնում է, չէ, հուշում է, չէ, ինչ անենք, բայց չեք զգում հանդիմանություն կատակը, ուզում ասի քնացեք, հանդիմանն քնացեք, որ չգիտեք, թե տանտերի երբ կգա, իրիկուն է թե կես գիշերի, թե հավի խոսել ժամանակի, թե առավոտած, որ չլինի, թե հանկարծ գալով ձեզ քնած գտնի, բայց ինչ որ ասում եմ ձեզ, ամենին եմ ասում, արդում կացեք։ Եկեղեցում մենք տեսնում ենք տարբեր տեսակի հոսք։ Եկեղեցին կարելի է բաժանել 3 մասի իրենց սրտի վարման, իրենց քայլերի հետ կապված։ Առաջին մասը, որ եկեղեցու 15-ից 20% կարելի է համարել, դրանք պիոներներն են, առաջամարտիկներ են։ Նրանք միշտ տեղում են, նրանք միշտ վարված են, միշտ ծառավ են, միշտ վազում են։ Միջանկյալ մասը դա այսպես իներցիայով գնացողներ են։ Ոչ մի բանի դեմ չեն, ոչ մի բանի կողմ չեն, ոչ մի բանի համար հավես չունեն, ոչ մի բան չեն փնովում, ոչ մի բան չեն գովերքում։ Այսպես, իներ, մենք ազեր կան իներ, ոչ մի տեղ ռեակցիայի մեջ չեն մտնում, իրանք չկան։ Իրանք եկեղեցում են, բայց չկան, դա մեծ մասն է, մոտ 50%։ Կա միջև բացում։ Եվ կա մի խումբ, որ կարելի է կոչել օջ, մենք այս ամենը ասում ենք հարաբերական իմաստով, որովհետև ուղղակի չես կարող այսպես բաժանել, որը կարելի է կոչել գետապահների խումբ։ Սրանք կարծես հերթ բերած մի քանի խմբով ամեն հավաքույթի չկա։ Այսօր այս խումբը չկա, լավային խումբը չկա, մյուսօրեն խումբը չկա։ Սրանց եկեղեցին անընդհատ քաշում է իր հետևից, հատկապես առաջամարտիկներ, որ տանեն։ Սրանք այն մարդիկ են, որ անընդհատ նահանջ, անընդհատ տրտունջ, անընդհատ քննադատություն, իրանք եկեղեցու մեջ մատը մատով չեն տա ծառայություններ անեն, բայց քննադատությունը աշխարհն ապրում։ Ամեն ինչ քննադատելու է։ Այս շիրիշակը իր տեղում չկամրացրել։ Այս սենց չպդիլներ, այս չպդիլներ, սիրելիս մի անգամ մատը մի բանի կպցրած կաս, մի հատ բին ձգած կաս է չիրիշակի վրա, չէ, մի բան արած կաս է եկեղեցու մեջ, չէ, բա ես քննադատության օգնություն ունեմ, Սուրբ Գիրքը տենց օգնության մասին չի խոսում սիրելիներս, չկա տենց օգնություն, Այդ երևի այն պապայի տնից ենք բերի, հա? Հալելույա, քննադատության օգնություն։ Սատանայի օգնությունը մի խառնի Աստծո տանք է։ Ամեն։ Շատ լավ։ Եվ կան մարդիկ են, որոնք շատ լավ են սկսել, բայց հանկարծ նայում ես այլևս սկսում են եկեղեցի գալը, հաճախելը, դարձնել շատ նոսրացած, շատ քիչ, ինչն է պատճառը։ Հիշում եք անցած կիրակի խոսում էին մասին, որ սիրտը ունի 4 բաժին, եւ այդ 4 բաժինը ես եմ որոշում, թե ինչ բաժին ունենամ, երբ որ Աստծո խոսքը գալիս է, Աստծո հարաբերությունը գալիս է, որ բաժնում պետք է այն տեղավորել։ Կան մարդիկ, որ դժբախտաբար այդ հանդիմանությունը տեղավորում են այնպիսի տեղերում, որ սատանան գալիս է, տանում է, միտ չեն առնում, չէ՞։ Բայց կան մարդիկ են, որ ինչ են լսում են, ուռա, ոգևորություն, շուտ, ծլեց, քարի վրա է, բայց արման չունի չորացավ։ Կա վիճակ է, որ թվում է թե հողի մեջ է, բայց որոշ ժամանակ աճելուց հետո հանգարց չորանում, ասում ես լավ աճեց, ինչի չորացավ, որովհետև 4 կողմը մածառա, փուշա, տատաս կա, նրանք խեղդեցին։ Դա էլ երբ որ մարդը ընկնում է ինչի մեջ, հոգսերի, այս աշխարհի հոգսերը, հոգսեր եւ հարստանալու ցանկություն, հոգսեր եւ հարստանալու ցանկություն։
Եվ ես նայում եմ, որ մարդիկ կան, որ լավ էին սկսել ծառայություն ծառայության հետևից, զորություն զորության հետևից, բայց այսօր չկա։ Այն ժամանակ վազում էին, ու ես նրանցից ոմանց զգուշացնում եմ, ասում եմ սիրելիս, մեղր ես գտել, լավ ա։ Զգուշացիր, որ քո չափի համեմատ ուտես, որովհետև շատ ուտես թույնավորվելու ես, փսկելու ես, չես կարա։ Այո, Աստծո ներկայությունն է տանելի չի, երբ որ քո ուժերից վեր է, բայց մարդը վազում էր, այստեղ հավաքույթի, այնտեղ հավաքույթի, այսօր ինքը ոչ մի բան չկա։ Ինչու՞։ Որովհետև մարդը երկու աշխատել, ասել եմ Վլադիմիր Իլիչ Պապիկը։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդու։ Աշխատանքը չի գեղեցկացնում մեզ, Աստված է մեզ գեղեցկացնում։ Բայց Աստված սիրում է աշխատավորին, ոչ թե ծույլին։ Բայց աշխատել այնքան, որ Աստծո համար ոչ ժամանակ ունես, ոչ հավես, դա Աստծուց չի, դա սատանայից է։ Որովհետև Աստված սովորեցրեց 6 օր աշխատել, 7-րդ օրը հանգստանալ։ Իսկ մարդուն թվում է, թե ինքը այնքան գիտի, որ Աստված էլ ասելու, սովորացնել բան չունի։ Աստված եկավ ինձ հանդիպանի։ Երբ որ ինքը ասում է, ես տաննել եմ Աստծո, նասկի չեն լսում Աստծո հանդիպանություն, թե զավակ ես, մենք տեղ հավաքվել է, թողել ես։ Չի լսում, որովհետև ինքը Աստծո գնում է այն տեսքով, որ Աստծո խնդիր չունի։ Սիրելիներ, մենք պետք է զգուշանանք, որովհետև իրոք օրերը չարը, Տեր Հիսուսը պատահական չէր ասում, աղոտ կարեք, որ փորձության մեջ չընկնենք։ Հոգին հոժար է, մարմինը տկար։ Մարմինն ասում է, ինչքան շատ աշխատան, այնքան շատ փող, ինչքան շատ փող, այնքան շատ եմ ուտելու, այսպես նստած ուտելու։ Այսպես նստած քսվելու եմ, ինչքան լավ, այնքան լավ։ Բայց գիտես ինչ կա սիրելիս։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե դու հավատում ես, որ Աստված այստեղ ներկա է, ապա ինչով ես դու զբաղված։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, եթե ես քեզ անեմ որևիցե հաստատություն, որ դու ուզում ես այդ հաստատություն կամ աշխատանք ընդունվել կամ սովորելու եւ ասենք դիրեկտորը, տնօրենը կամ ռեկտորը նստած է ու դու բուրկին կվերցես մոտ եկել եմ կամ պատկերացրեք, որ ես գնամ որևիցե ասենք ացյան, որևիցե մեկի առաջ հանդիպման ու տալ եմ սափրվելու իրերս ու սափրվեմ դասա կանեք ով կանի, թող ձեր բացասն խնդրում եմ դե ուրեմն կամ սուտ է, որ Աստված կա ու ստեղ կամ դու ես սուտ, որ Աստված քո համար չկա հանդիմանությունն է կա, բա կարծում ես չի գալու դու կարծում ես ինչ ուզում ես անես, Աստված ասելու դե զավակ սա ինձ համար պետք է որ իրան շահեմ, այսօր բան չասեմ, իմ կողմից էլի, հես ընտրությունները գան, ինչ չի ընտրի, գահնգեց կնեմ, ավելի լավ այսօր շահեմ։ Թարգեկը տենց մտածելուց, Աստված ոչ մեկի դրածը չի և չի սպասում, որ մեկ իրան ընտրի, Աստված ինք իրան ընտրել է, դրել է, իր արյունով էլ իր գահը հաստատել է, Աստված իմ ու քո կարիքը չունի որպես ընտրողի, բայց Աստված իմ ու քո կարիքը ունի որպես զավակի։ Ու եթե հանդիմանություն չի գալու քեզ, նշանակում Աստված արդեն չի սիրում, չի ուզում քեզ բանասի։ Ասում է Իսուդը։ Եթե ես մի բնավորություն ունեմ, որովհետև սովորել եմ ավետարից։ Սուրբ Գիրքը ասում է Աստված կխոսի 1, 2, 3 արդյոք էլ կխոսի։ Աստված բնավորություն ունի։ Գուցե մեկի համար 3 չի, 13 է, բայց ուզում ասի չափ գոյություն ունի։ Երկան խոսեց, էլ չի կանչի, էլ չի ասի։ Կան մարդիկ, որ ինձ ասում են, այն մեկին ասեցիր ինչու չես գալի, այն էլ կողքն է, բանան ինչի չասի։ Ասում եմ, ես նրան արդեն վաղուց չեմ ասում։ Ինչու՞։ Նա ասել է կարպեգիծը։ Ասել եմ 1, ասել եմ 2, ասել եմ 12, տերում եմ, որ իրան չի օգնում։ Իրան հանդիմանություն օգուտ չունի։ Մեր ժողովուրդը պակաս չի ասում, չէ՞։ Խևի խրատն ինչ կանի, սևին սապոնը։ Աստված էլ ասում է, գժին մի խրատի, օգուտ չունի։ Սիրելիներս, եթե մեկ իրան դրել է գժիտեր, հետ իրա պրոբլեմն է, մերը չի։ Բայց ես համոզված եմ, որ եթե մեկին մեր իժանվանենք կվիրավորվի, համաձայն ենք։ Բայց մարդը իրան է դրել գժիտեր, ու ինքը դրանց չի վիրավորվի։ Մի գույրիկ կար, մի անգամ մոտեցավ ինձ,
ու ես ասացի քույրիկ, գիտես ես ինչ եմ ուզում, ինքը կիսատ թողեց իմ խոսքը, չթողեց ես շարունակեմ, ինքը տարվա մեջ 1-2 անգամ էր գալու եկեղեցի։ Ասեց եղբայր իրավունք չունես ինձ եկեղեցուց դուրս անես, ինքը մտածում էր որ դուրս եմ անել։ Ասեցի քույրիկ ջան, ես քեզ ինչ դուրս անեմ, դու քեզ դուրս ես արեպացել։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Սիրելիներ, մարդիկ իրանց դնում են եկեղեցուց դուրս, բայց եթե իրանց ասեց որպես հովիվ, դու այլևս եկեղեցու անդամ չես, քո հետ կռիվ կանեն։ Ասեն դու իրավունք չունես։ Սիրելիս ինչ իրավունքի մասին ես խոսում։ Դու ես քեզ դուրս դրել, ես չեմ դրել։ Մեզ այս ամեն մեկն է որոշում Աստծու առաջ ինչ տեսքով կառնի։ Ու Ալբակում ասում է, ես գնացել եմ Աստծու առաջ ու նայեմ թե ինչ է հանդիպանելու ինձ, բայց ինչ ասեմ իրան։ Եթե թվում է ձեզ այս աշխարհի մեջ մենք սխալներ չենք անում կամ մեղքեր հանցանքներ, չեմ ասում կամա, ակամա, բայց անում ենք, չէ։ Եթե չենք անում, ուրեմն Սուրբ Գիրքը սխալ գիրք է, ուրեմն Սուրբ Ոգին սխալ բան է ասում։ Ուրեմն Հովհաննես առաքյալ ամոթ քեզ, որ գրել ես, որ չկա մարդ, որ մեղք չի գործում։ Բայց ասում է, եթե խոստովանենք, նա արդար է, որ մեր մեղքերը թողի ու մեր սրբի։ Սիրելիներս, կարևոր է, որ հասկանանք, որ Աստված ասում է, որ չկա մարդ, որ չի մեղանչում։ Իհարկե այլ բան է, որ դու զագասով ես մեղանչում։ Այսինքն, քո սիրտը զագասը տվեց, դու հասկանում ես, որ մեղք է, բայց ասում ես, հա դե ինչ անենք, մի անգամ մենք ծնվենք, էլի։ Դրա համար զգուշացի։ Այդ դրա համար է գալի հանդիպանությունը։ Բայց գիտեք, երբ որ մենք մարդ ենք, սխալ ենք խայլում, մեր վրա փոշի էլ ադնում։ Չպիտի գնանք Աստծու առաջ երբես ասես մեր ոտերը ամպոտ է, մենք էլ փոշի չունենք։ Ընդհակառակ ամեն գնալուց ես ասում եմ Տեր թափ տուր ինձ, մաքրիր ինձ, սրբիր ինձ, ես մարդ եմ։ Իսկ Դավիթը գիտեք ուր էր գնացել հասել։ Դավիթը որ Աստծու սրտի համեմատ էր։ Դավիթը որ Տիրոջ հետ ուղիղ էր քայլում, ասում է 139 Սաղմոսի մեջ 23-24 համարները մի քննիր ու տես, եթե սխալ ճանապարհների մեջ են, իսկ մենք հենց չենք մոտենում Աստծուն, ասեց ով, ես սխալ ճանապարհների մեջ չեմ։ Մեր երեխաները շատ սխալներ են անում, եւ մեզ, որպես ծնողներ, մեր սիրտը տեղից հանում են, ու ես միշտ ասել եմ, ինչու Տեր, Աստված ասել է, որ իմանաս, թե դու ինձ ինչ ես արել որպես ծնող։ Դրա համար քո երեխան քո հայլին է, քո երեխան քեզ ցույց կտա, թե դու ինձ հետ ոնց ես վարվել։ Ու մենք հաճախակի տեսնում ենք, որ մեր երեխաները մեր սիրտը տեղից հանում են, ու ես հասկացել եմ, Տեր ես ինչ եմ արել ես քեզ հետ, ներիր ինձ։ Ու ես այն ժամանակից որ հասկացել եմ, որովհետև իմ երեխաները արդեն տալիքով են, 44, 45, 38, մեծ են, փոքր չեն։ Ես դրանք արդեն հասկացել եմ, երբ որ նրանք շատ փոքր էին, եւ ես այլևս Աստծուն չեմ մոտենում, ասես ոտերս ամպոտ է, ես էլ փոշի չունեմ, մոտենում եմ ու ասում եմ Դավիթ հիմա քննի ինձ ու տես։ Եթե չար ճանապարհների մեջ եմ, ինձ դարձելու դեպի արդարության ճանապարհները։ Որովհետև ես չեմ ուզում սխալվել, ես չեմ ուզում ընկնեմ, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Ես ոչ արդար եմ, ոչ սուրբ եմ, բայց ես քո արդարն եմ, որովհետև դու ես այդպես հրճակի ինձ։ Եվ ես քո սուրբն եմ, որովհետև դու ես ամեն օր ինձ սրբացնողը։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ինչքան կարևոր է։ Ինչքան կարևոր է, որ մենք ճանաչենք Աստծուն եւ ճանաչենք մեզ։ Եվ սրա համար գալիս է հանդիմանության լույսը, բայց զգուշացված ծածկոցի տակ։ Երբ որ հանդիմանությունը շատ հզոր է, այլևս զգուշացում չի, այն այսպես շեշտադրված հանդիմանություն է։ Բայց երբ որ Աստված քեզ հետ նուրբ է վարվում, ինքը փաթեթավորում է դա զգուշացման տակ ուղարկում է, որդիս զգուշ քայլի։ Եթե մի քիչ հաճել ես, հասկանում ես, որ Աստված ասում է, քայլեց օրիա տղա։ Երիկա ոտեր 10 քայլի չարդես։ Մեկ դուք ձեր երեխեքին չեք ասում։ Այս երեխեն ոնց է քայլում, այն տղա ոտերի տակ նայ քայլելուց։ Ընկերքիդ պետք է ասում եք, չէ՞։ Լսեք Աստված էլ ասում։ Եվ մենք պիտի սովորենք քայլել այս աշխարհում Քրիստոսի հետևից։ Եփեսացիներ 5-րդ գլխում տեսեք ինչ է ասում։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր։ Որովհետև քո հանդիմանությունը իրոք մեզ բժշկում է, մեզ զորացնում է, մեզ սխալից ազատում է, մեզ ընկնելուց
բարձրացնում է։ Ուրեմն 5-րդ գլուխ 14, 5-րդ գլխի Եփեսացիներ եւ 13-ը։ Բարեմ եղբայր 13, 14, չէ, 14, 13։ Ախր ես գիտեմ, չէ՞, չեմ ասել դրա։ Հիմա որ լսես վեր կա հավատաս, որ ես ճիշտ եմ սկսել։ Օ Տեր։ Սրա համար էլ ասում է, վեկած ով են քնած եւ երկրագնի բեռներ եւ Քրիստոս կլուսավորի քեզ։ Աստծո հանդիմանության լույսը ինչու՞ չի գալի կյանքի մեջ, որովհետեւ քնած է։ Իսկ քնած մեռածը մեկը, քնածը ինչքան ուզում ես ասա, բալես, ոնց որ ուշանում ես։ Մինչև բալը վերջ կենա, չի հասկանա, չէ՞, ինչ էիր ասում։ Կարող է ձայնիցը դանգած վեր թռնի, բայց չգիտի ինչ ես ասում։ Ես մասնա, ինչ այլ է, մամա, ինչ այլ է, պապա։ Բալես ուշանում ես։ Այսինքն ինքը պիտի վեր կանգնի, որ հանդիմանության լույսը իրան պարզվի, թե ինչ է ասում Աստված, հա, հասկանալի է։ Բա ոնց անենք, որ վեր կանգնենք։ Ինչը մեզ կարտնացնի։ Եթե ծնողի հզոր խոսքը կամ քնածի հետույքի միակ կամած զարգելը կամ է, որ ասում է իրար արտավից, չէ, դիջանում կոյգից ընգնի։ Ինչ-որ բան արտնացրեց երեխան, բա Աստված ոնց արտնացում։ Եկեք կարդանք 13-ը հիմա։ Դրա համար սկզբից 14 է, հետո 13-ը, որ տենանք ոնց արտնացնում։ Բայց ամեն բան լույսից հանդիմանված հայտնի է լինում։ Դու երազել ես տեսնում, տեսիքել ես տեսնում։ Մեկի մոտ հաճախ լինի, մեկի մոտ հաճախ, մեկի մոտ ինչպես տեսնում ես։ Վախերել ես ունենում։ Տարբեր ձևերով Աստված քո հետ խոսում է, հանդիմանում է։ Քանզի ամեն բան, որ հայտնի է լինում, լույս է։ Այսինքն Աստված սկսում է հայտնի խոսել, հատկապես երազում։ Մեզ հետ արթմնի ինքը հետ կանել հայտնի չի խոսում։ Ավելի շատ զգուշ, դες չսխալվես, բայց երազում ավելի կոնկրետ է խոսում, ես ինչ ես անում, ցույցատալ է արդեն քո սխալը։ Ինչու՞, ով կար ասի, ինչու՞ չէ, մի ասեք, ձեր մտքում ասեք, թե չեք խանգարեք, ինչու Աստված մեզ հետ երազում ավելի հայտնի է խոսում, քան երբ որ արթուն ենք։ Այսպես չակերտների մեջ, ֆիզիկապես արթուն ենք, մտքով հոգով չէ։ Գիտեք, որովհետև հենց Աստված ուղիղ ուզում է խոսալ, մենք դիմադրում ենք արթանում, ինքնարթած։ Չէ, Տերը դիտես չի։ Դու սխալ ես հասկացել, դիտես մեր մտքի կոնտրոլը խանգարում է ասում։ Իսկ քնած ժամանակ դու չես արթնանում, գիտես։ Լսում ես, հասկանում ես, հետո զարթում ես, սկսում ես մտածել խոսքի վրա։ Խոսքի չես խանգարում։ Ինչքան կարևոր է սերներ, որ Աստծո հանդիմանությունը իսկապես սիրեն, որի մեջ կա մեզ օգնություն, մեզ զորացնել, որովհետև Աստծո հանդիմանությունը լույս ունի, այդ լույսը ցույց է տալ ես ինչպիսին եմ, որպեսզի ես վաղը կորուս չգնամ, լավ է, որ այսօր իմանամ ինչպիսին եմ, որ նրան ասեմ, ահա ես սրբիր ինձ։ Դավիթը եթե այդ հանդիմանության լույսը չունենար, իր Սաղմոս 31-ում ասում է, միայն քո աչքի առաջ մեղք գործեցի։ Դավիթ որտեղից իմացավ, որովհետև գիշերը իմ երիկամները ինձ խրատում են ու ցավ են պատճառում ու ես տեսնում եմ քո հետ ոնց եմ վարվետել, սխալ վարվելով մարդկանց հետ, ես քո հետ եմ սխալ վարվել։ Ներիր ինձ, ես սխալ եմ մտածում, սխալ եմ գործում։ Ես մեղք գործեցի մարդկանց դեմ, գործելով քո դեմ։ Եվ հետո Դավիթը հասկանալով ասում է, վեր կաց, վերցրու քո զոպայի մշտիկը և թաթախիր արյան մեջ ու նորից ինձ սրբիր դրանով, նորից մաքուր արա։ Այդ խոսքով Հովհաննես ասում է խոստովանիր նրան քո մեղքերը, հանցանքները։ Երբ է մարդը խոստովանում իր մեղքն ու հանցանքը, երբ որ կա հանդիմանություն, թե չկա հանդիմանություն։ Երբ որ չկա հանդիմանություն, խոստովանելու խնդիր չկա։ Ինչ է խոստովանում, ամեն ինչ օգնալ լավ է։ Հրաշալի է, ես խնդիր չունեմ, հալելույա։ Հանդիմանությունը գալիս է, լույսը գալիս է, ես տեսնում եմ ինչպիսին եմ ասեմ, ներիր ու ողորմյանից, որովհետև ես քո ողորմության կարիք ունեմ։ Առանց քո ողորմության ես կորած եմ, Տեր։ Դրա համար, երբ որ ես գնում եմ տեղեր, որտեղ կան հանգուցյալներ, ես ասում եմ, երանի իրան, մարդիկ նայում են ինձ քարտարս։
Ասում են իրա ի՞նչն է եղել, ասում եմ էլ ինքը եթե ասում օտա, էլ երբեք չի սխալվելու։ Բայց մենք հնարավորություն ունենք այս կյանքի մեջ դեռ սխալներ անելու։ Ընդդուք մինչև ետ դառնալու ճշմարտությունից, մերժելու ասում։ Բայց այդ մարդը այլևս չունի այդ հնարավորություն, նա գնաց իր Տիրոջ մոտ։ Ասում եմ երանի, դրա համար գրված է երանելի են Քրիստոսով ննջածները։ Երբ որ մարդիկ լաց են լինում եւ ասում են եկեք խմենք այսիջի կենացը մարդը մահացել է ու անպայման բաժակը այսպես են բռնում որպեսզի հանկարծ բաժակ չխփի այլ ձեռքի որ ձայն չլինի։ Իբրտե այսպես ընդունված է։ Լսեք, դրանք բոլորը մարդկային ուսուցումներ են, աստուծո չեն։ Ինչու՞։ Որտեղ ես հայտնություն ունեմ, որտեղ ես գիտեմ ինչ եմ խոսում։ Ես ասում եմ, այդպես թողանեն նրանք, ում մեռնները դժոխքում են։ Թող հանկարծ չզարգեն, այդ մարդուն քնից չանեն, թող մնան։ Բայց եթե մարդը կենթանի է, որովհետև ննջածը կենթանի է, ժողովուրդ ջան, ուղղակի ստե ննջելը աշխերը ընդ բացել է։ Այդ մարդը կենթանի է, ինչպես վախ խորած կենացը խմում։ Համարձակ խմի, նա կենթանի է։ Ես ոնց եմ անում, մարդիկ թարս են անում, ոնց ուզում են նայեն։ Գիտեք, երբ որ ես ասում մի բան եմ անում, աշխարհը կանգնի իմ դեմ, ես չեմ զիջել։ Ես ճշմարտությունը չեմ զիջում։ Ասում եմ իմ շապիկ ուզեք տան, ճշմարտությունը իմը չէ, ոնց եք ուզում զիջել, չեմ զիջել։ Դրանք երկրորդական սովորություններ են, որ դրանք դատարկ բան են, եթե տենց անեն, իրենք դժոխք չեն գնալու, այդ չի հարցը։ Ես օրինակ եմ բերում, որ հասկանանք, թե մենք ինչքան սխալ ավանդություններ, ինչքան սխալ մտածելակերպ ունենք, ասում չենք ճանաչում, բայց ասու առաջ անենց ենք կանգնում ասես, քիչ անում ասեն, հիջի քեզ սովորացնենք, այդ բան չի մնացել ասելու։ Շատ վտանգավոր է, ասու առաջ կանգնի խոնար։ Միքայել մեջ ասում ով մարդ, Աստված քեզ հայտնել է, որ նա բարի, որ ողորմություն սիրես, իրավունք սիրես, Աստծո հետ եկեղեցությամբ պարվես։ Գիտեք, շատ զգուշ պիտի լինենք, օրերը իրոք չանեն, մենք իրոք վերջի օրերում ենք, ու ոչ մեկ չի կարող ասի իրա վերջի օրը երբ այս երկրի վրա։ Մեզանից ոմանց օրը շուտով հասնում է, մյուսներին էլ երբ որ Քրիստոս կգա։ Մենք երբեմն մինչև մեր Տիրոջ գալը ավելի շուտ է մեր օրը հասնում գնում ենք իրան։ Ով կարող ասի, որ վաղը իր հետ ինչա լինելու։ Եթե մեկը կարող ասի, խնդրեմ, դու կարող ամեն մեղ գործած վաղը կապաշխարես։ Բայց արդյոք հասցնել ես, արդյոք համոզված ես։ Շատ զգուշ պիտի ենք, դրա համար մի մերժի դրա հանդիմանությունն այսօր։ Որտեղ այդ հանդիմանության մեջ լույս կա։ Դավիթը գիտեր իր Աստծուն, ճանաչում էր նրան։ Եվ դրա համար իր սիրտը թափում էր նրա առաջ եւ սովորեցնում էր մարդկանց ու ասում էր. «Ով մարդիկ, հույս մի դրեք մարդկանց կամ իշխանների որդիների վրա, հապա ձեր սրտերը թափեք կամ հանդես բերեք նրա առաջ»։ Ուզում էր ասել գնացեք նա խոստովանեք ձեր խտիները։ Մարդկանց առաջ խաղեր մի տվեք, թե իմ նման տղա, իմ նման աղջիկ։ Հələ հարցրեք թե ես ով էի, երբ որ աշխատում է այս ինչ տեղում։ Իսկ դու ասում հարցրել ես ով էի, երբ որ դու ոչինչ չկար, ու նա կամեցա, որ դու լինես։ Իսկ դու ասում հարցրել ես, որ երբ որ սատանայի ծառան էր, եւ սատանան էր քեզ կառավարում, դու գնում ես դժոխք, բայց նա կամեցա, որ ապրես, եւ քո պորտալները մեղքի կտրեց, եւ քեզ ասեց. «Ուզում ապրիր»։ Սերներս մեկ ասում չենք ճանաչում։ Մենք մեզ էլ չենք ճանաչում։ Շատ պետք է զգուշանալ այս ամենից, ամեն։ Դու շնորհակալ եմ Տեր, դու զարմանալի ես Տեր, դու հրաշալի ես Տեր։ Մի Սաղմոս կարդամ ու վերջացնեմ, Սաղմոս 77։ Հալելույա Տեր։ Ասաբի Սաղմոսն է, տեսեք ինչ ասում, 3-ից 6 համարն եմ կարդում։ Հիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ։ Ասաբը խնդիրներ ուներ որոշակի եւ պատահական չէր հիշում Տիրոջը, որովհետեւ Տիրոջ լույսը գալիս է հանդիմանությամբ։ Ինքը ինչ որ հարց կար, որի համար հանդիմանվել էր, եւ հիշում էր Տիրոջը անհանգիստ էր։ Միտք եմ անում եւ հոգիս նվաղում է։ Ինչա մեր հոգին նվաղում,
Դա մի բան է ցույց տալի։ Մենք Աստծո առաջ ճիշտ դիրքով չենք կանգնած։ Մարմինը մեզ կարա խապի, գիտեք, մեր սիրտը մեզ շատ լավ խապում է։ Նա մեր բարեկամը չի իրականության մեջ։ Նա կարա մեր թշնամի դառնա, որտեղ շատ խորամանկ է։ Եվ շատ, այսպես, ճարպիկ սուտասա։ Պատահական չի, որ Երեմյան ասում է, որ մարդկային սիրտը այդպեսին է։ Շարունակում է Սաղմոս 2. Իմ աչքերի արտևանունքները արթուն է սպահում, այսինքն քունը փախել է։ Երբ որ Աստված քո քունը փախցնում է, ինքը ուզում է, որ դու հիշես քո սխալները, քո խնդիրները։ Որ եթե չես ուզում անկողնուց դուրս գաս գնաս առանձին աղոթես, գոնե մրմնջա, աղոթ կարալու ասա։ Տեր, խոսիր քո ծառայի հետ։ Դու ինձ պատահական չի, որ արթնացրել ես։ Որտեղ քո խոսքը ասում է, որ նա իր սիրելիներին անուշ քուն է տալի։ Եթե դու ինձ արթնացրել ես, ուրեմն խնդիր կա, հանդիմանիր քո ծառային, որ ուղղվին է։ Իմ աչքերի արտևանունքները արթուն է սպանում, խռոված եմ եւ չեմ կարող խոսել։ Մտածում եմ առաջվա օրերը, հավիտենից եղած տարիները, հիշում եմ, գիշերում իմ երգերը։ Կան ժամանակներ, որ մենք շատ վառվում ենք Աստծո համար, առաջի սեր ունենք, հիմա կորցրել ենք, հանկարծ հիշում ենք, դա նրա հանդիմանությունն է, որ հանկարծ հիշում ես, դա ասում է առաջվա սերը կորցրել ես։ Հիշում եմ, գիշերում իմ երգերը, խոսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննություն է անում։ Երբ որ խոսում ես քո սրտի հետ, մի հավատա նրա խոսքերին, այլ ասա ով իմ հոգի, որտեղ է նաև Սուրբ Հոգին։ Արդյոք իմ սիրտը ինձ ճիշտ է պատասխանում։ Քննություն անում, որտեղ մեր սիրտը մեզ մեկից մեկ խաբում է, շատ հաճախ խաբում է։ Մի անգամ մի մարդ ասեց, ոնց իմանամ, երբ է Աստված խոսում, երբ է իմ սիրտը խոսում։ Ասել, սա մեծ մասամբ իրականություն է եւ ճիշտ է այսպես է։ Երբ որ քո սիրտն է խոսում, մեկից մեկ դու համաձայն ես, որտեղ քո ցանկալն է խոսում։ Ու ասես բան, տեսա Աստվածի չափ։ Ինքն էլ է իմ մտքին, թե ճիշտ իմ ուզածն է ուզում։ Երբ որ Աստծո Հոգին է խոսում, մեծ մասամբ դու հակառակում ես, դու համաձայն չես։ Գուցե հետո սկսես համոզվել։ Գուցե հանդիմանության լույսը գալուց հետո կտենաս, որ Աստված է։ Բայց երբ որ Աստված է, դու մեծ մասամբ հակառակում ես, ասես չէ։ Հələ հիշի քո կատաղած ժամանակները, հիշեցիր։ Անգամ կանայք, որ ցուր չեն դառնում են ցուր, չեմ լանի, իրան մտշտա, իրան չեմ ուզում տեսնել, բայց գանցա Աստծո լույսը, հանդիմանություն, դու պիտի ներես։ Օ, դեր, փաստորեն իմ սիրտը խաբում է, ես երբ որ հարցում եմ իմ սրտին, արդյոք իմ սիրտ ճիշտ է, որ իրան չեմ ներել, բաբոց, ինք արժանի չի, ներես, էլի կանի, ներես կծի ծաղի քո վրա, ներես կասի թույլա, բայց այդպես չի խոսում Աստված, այդպես խոսում է սատանան եւ մարդկային սիրտը։ Ու մենք մեր սրտին հարցնելով առանց հոգուն կանչելու քննության սխալվել ենք, բայց երբ որ կանչում ես քո հոգուն, որի մեջ է Սուրբ Հոգին, հոգիդ ասում է բալես, սիրտը քեզ պրծնում։ Կամ ասենք այսպես դյուրեցու բարբարոն, սիրտը քեզ պրծում է գեցող։ Արդյուն է հիշուծակ, կորուս պերտաս։ Հա? Հəbə? Այսպեսի բաներ։ Դեմը կանգնիր քո ոտքերի վրա, ոչ թե ուրիշի